Օդերևութաբանները տեղեկացնում են, իսկ ճանապարհային դեպարտամենտից մարզային փրկարարական վարչությունից ու բարեկային ծառայությունից հորդորում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Չնայած ոչ այնքան տեղումն առած ձմեռ էին խոստանում օդերևութաբանները, այդուհանդերձ վերջին օրերին հանրապետության մի շարք հատվածներում ջերմաստիճանը զգալիորեն նվազեց։ Հունվարի 16-ին եւս 4-ից 6-ով կիջնի, իսկ ձյան տեղումները դեռ առջևում են։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի, Սյունիքի մարզային փրկարարական վարչության, բարեկային ծառայության եւ ճանապարհաշինարարական ընկերությունների պատասխանատուները մշտապես կապի մեջ են եւ աշխատում են 24-ժամյա ռեժիմով։ Դեպարտամենտից տեղեկացնում են, Սյունիքում ճանապարհները երթևեկելի են մարդատարների համար։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կաբան ճանապարհը կցորդող տրանսպորտային միջոցների համար փակ է, անվտանգության նկատառումներից ելնելով ճանապարհները մշակվում են, մաքրվում են աղավասով։ Սյունիքի մարզի Խնդրահարույց, Սիսիան, Զանգեր, Տաթև, Կապան, Նորավան, Լծեն, Մեղրու, Լեռնանցք ճանապարհահատվածներում բարդ տեղանքի պատճառով վերջին օրերին ժամանակ առ ժամանակ առկա է եղել մերկասառույց եւ ցածր տեսանելիություն։ Անվտանգությունից ելնելով ստիպված են եղել կարճ ժամանակով փակել այդ հատվածները։ Ասած գիշեր խցանում այո եղել է Տաթև Կապան ճանապարհահատվածում, սակայն խցանումը բացվել է եւ ճանապարհը երթևեկել է դարձել։ Այժմ խցանումներ չկան ճանապարհներին, կա տեղ-տեղ պահպանվում է մերկասառույցը ջերմաստիճանի ցածր պայմաններից ելնելով։ Հունվարի 14-ից 15-ը ձյան առատեղումներ են եղել եւ գրեթե չեն դադարել, նշում է մարզային փրկարարական վարչության պետը։ Վերջին 2 օրերին 18 բեռնատար եւ 3 մարդատար է քարշակվել։ Մենք 3 երեկոյան ժամերին ունեինք Խնդրահարույց դեպ Քալիձորի հատվածում, որտեղ մոտ 500-600 մեքենաներ մնացել էին խցանումների մեջ, այնտեղ նույնպես արձագանքը եղել է օպերատիվ, տևել է մոտ ժամ-ժամուկես խցանումների բացելու ողջ գործընթացը, որի արդյունքում երթևեկությունը կրկին ամբողջովին վերականգնվել է։ Գորայքում, Գորի Շինուհայրի Խաչմերուկում եւ Աղվանիում այրուղիների հարևանությամբ փրկարարական հենակետեր են տեղադրված, որտեղ քաղաքացիներին նաեւ առաջին օգնություն են ցուցաբերում, նշում է Դավիթ Հովհաննիսյանը։ Նշած օրերի ընթացքում միայն 47 բեռնատարի վարորդ է դիմել տարբեր հարցերով օգնության, 26 մարդատարի վարորդ մեր ծավալած հենակետերում դիմելու եղել են տարբեր, ունեցել են առողջական խնդիրներ, նաև ճանապարհին երկար կանգնելուց, քանի որ կցորդիչով բեռնատարների երթևեկությունը սահմանափակելով, նաև մեր առաջնային օգնության հենակետերի մոտ իրենք կայունատեղիներ են թեյա հյուրասիրվել, տաքացել են, իրենց հետ կապված անմիջական խնդիրներ են լուծվել, իսկ նշած մյուս ուղղություններով այլ ընտրանքային ճանապարհներով կարող եմ այսպես նշել, որ մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների, նաև բարեկային ծառայության մարզային ցանկացած ուղղությամբ իրականացնում են հերթապահություն եւ իրավիճակից ելնելով իրականացնում են օպերատիվ արձագանք։ Հերմինե Միքայելյան, Սյունիք լուրեր։